Լուիս օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում։ Այո, 21 TV-ի եթերում մենք սիրով ջերմությամբ եկել ենք, որպեսզի ասենք ձեր օրը բարի լինի։ Իսկ որպեսզի օրը բարի լինի, այսօր անպայման մոտակա 1 ժամը դիտեք օրդ բարին։ Ձեզ հետ է Վրեժը, Անահիտը եւ մի լավ տեսահոլովակ, որպեսզի արթնանանք։ Բարիացեք երաժշտության ելևէջներով։ Դե ինչ վերադարձանք, վստահ ենք, որ բարիացաք, իհարկե չնայած գիտենք, որ բարի եք բոլորդ, իսկ ավելի բարի լինելու համար պետք է սուրճ, թեյ, չգիտեմ, նախաճաշ անել, որպեսզի ասում են օրգանիզմում բջիջները սնվեն եւ բարիանան։ Եվ ինչու ոչ պետք է այն հարցին, թե ինչ հագնել այսօր կամ ինչն է նորաձև, ստանալ հստակ մասնագիտական պատասխաններ։ Այդ հարցում մեզ կօգնի Նաիրա Հարությունյանը, գնանք նորաձևության հետքերով։ Բարի լույս 21 TV սիրելի հեռուստադիտողներ, ձեր հետ կրկին ես եմ Նաիրա Հարությունյանը եւ այսօր մենք կխոսենք տղամարդկանց հիմնական դիտումների մասին։ Գնացինք։ Թուլացված կտրվածք եւ դասական կարի վերարժևորում, ընդհանուր ուղղություն, փափկեցված ուսեր, թեթևակի մեծացված բլեյզերներ, ազատ տաբատներ, հագուստի ավելի փափուկ կառուցվածք, հրաժարում չափազանց խիստ ձևերից ու ընդգծված կառուցվածքից, հարմարավետություն պլյուս էլեգանտություն, վերին հագուստ, որը ընդգծում է ծավալն ու արտահայտչությունը, ծավալուն վերարկուներ, փափուկ բաճկոններ, օվերսայզդ քուրծքեր, ամեն ինչ, ինչի միաժամանակ ջերմություն է ապահովում եւ իհարկե ինքնաարտահայտման միջոց է, դեկորատիվություն, մորթուց կամ բրդից կազմված օձիքներ, շերլինգի տարրեր, դիզայն, որը հիշեցնում է աշխատավորական կամ լեռնային հանդերձանք, հյուսվածքներ եւ նյութի համադրություն, կաշվի, սվիդի, վիլվետի, բրդի եւ խիտ տրիկոտաժի համադրություն, հարթ եւ ռելիեֆային մակերեսների հակադրություն, հատուկ ուշադրություն մանրուքներին, կարերը տարբեր գործվածքների, միացումների, ոչ, որը հարիր է հին բարին եւ ապագա տեսանկյունին, գույներ, հողի երանգներ ու պայծառ շեշտերի խառնուրդ, հողային երանգները դարչնագույն, ձիթապտղի, ծխախոտի, մուգ խակի մնում են սեզոնի բազան, հակադրությունները այս պարագայում պայծառ շեշտադրումներն են, բալագույն, փոշոտ վարդագույն, հագեցած կարմիր, դրանք կենթանություն են տալիս կերպարին եւ օգնում խաղալ տրամադրությամբ, ռետրո եւ ուտիլիտար զգեստապահարանի տարերի վերադարձ, ֆլանելե վերնաշապիկներ, վանդակավոր ու թարթան նախշեր, ժառանգական ոճի պրինտեր, ժամանակակից մոտեցմամբ կամ չափերի փոփոխմամբ, աշխատավորական ոճ, ուտիլիտար ոճի տարեր, բազմաթիվ գրպաններ, խիտ գործվածքներ, դետալներ, արշավի կամ դաշտային աշխատանքի ոճով, ընդգծված հարմարավետություն, տրիկոտաժ, շերտավոր համադրություններ, սպորտ ստիլով մոտեցում, սվիտերներ, կարդիգաններ, ժիլետներ, հուդիներ, ոչ միայն հարմարավետության համար, այլ որպես լիարժեք կերպարի մաս, շերտայնություն, հիմքային շերտ, միջին շերտ, վերին խաղ չափերի, երկարության ու խտության հետ։ Ինչ սիրելի տղամարդիկ, եղեք գեղեցիկ, ոչային եւ համարձակ, չէ որ ձեր արտաքին տեսքից է կախված մեր աչքերի ուրախությունը։ Այսօր ասքանը միշտ ձեր Նաիրա Հարությունյանը։ Վստահ ենք, որ այսօր Նաիրան ձեզ օգնեց իհարկե առավոտյան, եթե չեք կողմնորոշվել ինչ հագնել, կամ եթե ոչ, ապա վաղը մյուս օրը եւ ամբողջ աշնան ընթացքում։ Իսկ այս պահին դիտենք տեսահոլովակ, որից պարզ կլինի, թե ով է մեր հյուրը։ Դե ինչ վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ եւ ինչպես տեսնում եք, մեր սեղանին կան մրցանակներ, սերտիֆիկատներ եւ հրաշալի նորություն ունենք ձեզ հայտնելու WDPO համաշխարհային ռեկորդների գրքում միանգամից 3 ռեկորդ։ Այսօր մեր հյուրն է Արա Գևորգյանը։ Բարի լույս։ Ես կանվանում եմ հայ ազգի ռեկորդ։ Այո, միանշանակ։ Այո, համաձայն եմ, ցանկացած աշխարհի մրցույթներում մրցանակներ ստացող մեր հայրենակիցները դա կլինեն երեխեք, կլինեն մեծահասակներ, կլինեն երգիչներ կամ սպորտսմեններ կամ երաժիշտներ, միևնույն այդ հաղթանակը բոլորինս է։ Դուք այս մրցանակների մասին չի խոսքը, մայստրո, դուք հայ ազգի ռեկորդ եք։ Ես սրա մասին եմ ուզում խոսեմ, շատ համեստ եք, բայց այդպես է իրականությունն է, ինչ դուք արել եք մեր երաժշտական աշխարհում, դրա երկրորդը չկա դեռևս եւ չի էլ լինելու։ Վրեժ ջան, ամենակարևորը ես ինքս եմ ձգտում մի բան անել, որ ուրիշները չեն արել։ Եվ ամենազարմանալին այն է, որ ինչքան մտածում եմ, ես գտնում եմ մի բան, որ անեմ, որ դեռ չի արված։ Համենայն դեպս մեր երկրում չի արված։ Դա, ասենք, Ադանա երգի
20 լեզվով թարգմանությունն է։ Դա 43 երաժիշտ 14 երկրից որ միասին նվագում են, ամեն մեկը իր ազգային գործիքով, իր ազգայինն է նվագում ու բոլորի միասին։ Տենց բան ես ուրիշ տեղ էլ չեմ լսել, անկեղծ ասած։ Կամ ցեղասպանության 100-րդ տարելիցին 1000 հոգի երգում են, 20 մոտավորապես 20 երգչախումբ տարբեր երկրներից։ Ընդ որում ոչ միայն մեր Սփյուռքի ժամանած երգչախմբեր կամ հենց տեղում երգող երգչախմբեր, Չիլի երգչախումբ, Բուենոս Այրես, Մոնրեալի երգչախմբում ոչ մի հայ չկար։ Եվ դրանք իմ կարծիքով էլի աննախադեպ են, կանոններով Երևան գրելը, որը արժանացավ իդեպ առաջինը, այո։ Հետո Ջիվան Գասպարյանի ծննդյան օրը 90-ամյակը, որ պետք է նշվեր օպերայի դահլիճում 112 դուդուկահար։ Բայց Ջիվան Գասպարյանի 90-ամյակներ ես մոտեցա, ասի վարպետ 90 դուդուկով գալիս եմ շնորհավորելու ծնունդդ, ասեց Արա ջան, անհնար բան ես ասում։ Տենց բան ոչ եղել է, որ ոչ էլ կլինի։ Այնտեղ էլի բաներ ասեց, որը չեմ ցանկանա կրկնեմ, դուդուկահարների վերաբերյալ, այսինքն ոչ թե վատ բան, այլ ասեց շատ բծախնդիր են դրանց հավաքելը դժվար է։ Այսինքն անհնար է գրեթե տենց բան։ Ուրեմն էլի փորձողներ եղել են, բայց չի ստացվել։ Ես ասի փորձեմ վարպետ 90 դուդուկով գամ ծնունդդ շնորհավորեմ։ Եվ երբ որ հրավիրեցի, եկան 112 հոգի։ Եվ այդ 112 հոգին փաստորեն նորից գրանցվեց համաշխարհային ռեկորդների մեջ։ Ինչը ինձ այդքան դուր չի գալիս։ Ինչու՞, որովհետև դուդուկի երկրում ենք ապրում։ Այս երկիրը դուդուկի երկիրն է։ Ու 112 հոգի հավաքել, այդպես գոռալ ճվալ աշխարհում ռեկորդ, այդ մի քիչ լավ չի։ Պետք է 1112-ներ, որ ավելի Ախ, քանակը ձեզ չի բավարարում, մեկ ավելի։ Այո, դուդուկի երկիրը 112 հոգին այդպես մեծ քանակ չի։ Փոքր թիվ է, իհարկե։ Հա, կանոններով ես հավաքեցի 200 հոգի, որ Երևան գրվեց։ Եվ վերջապես երրորդ ռեկորդն էլ բաս կանոնի ստեղծումն էր, որը կարծում եմ անհրաժեշտ էր։ Հեղինակն էլ դուք եք։ Այո, գաղափարի հեղինակը, երեքի գաղափարի հեղինակն եմ ես։ Մնացած իրագործողները էլ դուդուկահարներն են, կանոնահարներն են։ Վարպետ Ալբերտ Զաքարյանն է, որ բաս կանոնը ինքը պատրաստեց, բայց այդ պատրաստելու մեջ իրան հավասար ոնց որ ջանք եմ դրել, ինչու ասեց Արա ջան, փայտը լավ կլինի, որ Սևծովյան փայտ լինի, թխկի։ Հատուկ գնացել եմ Տուապսե ընկերոջս հետ, Լևոն Մկրտչյանի հետ գնացել եմ Տուապսե եւ այնտեղից բերել ենք այդ տախտակները եւ Մաքսատուն եմ անցել տախտակներով։ Բոլորը ապշել էի, զարմացի Արա Գեորգյանը։ Արա Գեորգյանը թևերի տակ էր մեծ տախտակներ, 4 կտոր մեծ տախտակ, որից պատրաստվեց 6 կանոն։ Այդ որտեղ են հիմա այդ 6 կանոնները, պարոն Գեորգ։ 6 կանոններից մեկը մանկավարժական համալսարանում է, որտեղ դասավանդում ենք, եւ մանկավարժական համալսարանը միշտ ասում եմ աշխարհում միակ համալսարանն է, որտեղ բաս կանոն է դասավանդվում։ Մի բաս կանոնը մեր տանն է, որ պետք է նվիրեմ պատմության թանգարանին։ Իդեպ 2 ամիս ցուցադրվեց Երևանի պատմության թանգարանում եւ բոլորը շատ զարմացած էին, գոհ էին։ Մի կանոնը նվիրել եմ Երկիպարի անսամբլին, որոնք չեն օգտագործում ցավոք սրտի։ Մի կանոնը նվիրել եմ ազգային նվագաների պետական նվագախմբին, որոնք էլի չեն օգտագործում, հաստիկ է պետք անպայման նոր հաստիկ իջեցնել, որպեսզի կարողանան երաժիշտները ընդգրկվեն եւ նվագեն։ Եվ մի կանոնն էլ նվիրել եմ Աշուղական Սայաթնովա Աշուղական նվագախմբին Թովմաս Պողոսյանի, իրանք ցնծության մեջ այդ գործիքը օգտագործում են, որովհետեւ իսկապես շատ այդ բասի ֆունկցիան շատ անհրաժեշտ է մեր երաժշտության մեջ, ինչը որ լրացվում է մեր ազգային նվագարաններում կանտրաբասով։ Պատկերացեք, ամբողջ նվագախումբը նստած է այդ մի կանտրաբասը կանգնած։ Իսկ այս պարագայում արդեն Այս պարագայում արդեն բոլորը նստած ցերում նվագում են։ Եվ մեր բաս կանոնը ունի կատարելագործման տեղ, ափսոս ցավում եմ, որ վարպետ Ալբերտ Զաքարյանը մահացավ եւ հիմա ուզում եմ այդ բաս կանոնը մենք պատրաստենք էլի վարպետի հետ, բայց ուզում ենք մի քիչ ավելի կատարելագործենք, իրան ավելի մեծացնենք, որպեսզի իր հնչեղությունը ավելի մեծանա։ Ձայնածավալը մի քիչ ավելի շատացնենք, որ ավելի հնչեղ լինի։ Քանի որ կանոններից խոսեցինք եւ ռեկորդից խոսեցինք, առաջարկում ենք այս պայն ընդմիջել մեր զրույցը հենց Երևան տեսահոլովակով ու վերադառնալ։ Դե ինչ վերադարձանք, սիրելի հեռուստադիտող, եթե նոր եք միացել,
մեր եթերին մեզ մոտ այսօր պետք է կրկնվեմ իհարկե հայ ազգի ռեկորդ եւ անկրկնելի երաժիշտ Արա Գևորգյանն է։ Բարի լույս նորից պարոն Գևորգյան եւ շնորհակալություն, որ եկել եք։ Մենք խոսեցինք, որ աշխարհի նոր ռեկորդներ են սահմանվել եւ կուզենանք խոսենք ազգային երաժշտության մասին, պարոն Գևորգյան։ Այսօր ասացիք, որ մեծ չէ հետաքրքրվածությունը դեպի դուդուկի այդ ազգային գործիքի նկատմամբ։ Ինչն է խնդիրը այսօր, ինչն է պակասը, քանի որ ինքներդ նաև դասավանդում եք եւ եկող սերունդը ձեր ձեռքով եւս զտվում է եւ գնում է երաժշտաշխարհ։ Շատ շնորհակալ եմ այդ հարցի համար, որովհետեւ այդ հարցը ամենաշատը ինձ անհանգստացնողն է։ Ես կարծում եմ բոլորիս ակնհայտորեն տեսնում ենք, որ երբ որ օդանավակայան է իջնում մի մարզիկ չեմպիոն դարձած, ինչքան մարդ կա օդանավակայանում եւ ցնծությամբ մեր չեմպիոններին դիմավորում են եւ դափնեպսակներ են նվիրում եւ թանկարժեք նվերներ են նվիրում, տուն, մեքենա եւ այլն, եւ այդ ամեն ինչը ողջունելի է, որովհետեւ դա հենց այն ռոպագանդան է, որ երեխաները ձգտում են դառնալ չեմպիոններ, գնալ այդ ճանապարհներով եւ այլն։ Ես կցանկանայի, որ միջազգային մրցույթներից վերադարձող, ասենք, քամանչա նվագող, թար նվագող, մեր ազգային գործիքներ նվագող չեմպիոն դարձած, էլի միջազգային մրցույթներում, փառատոներում հաղթած երեխեքին էլ որ օդանավակայանում դիմավոր են, լավ, նույն կերպ դիմավոր են, կարծում եմ դպրոցներում կշատանան սանթուր նվագողները, թար նվագողները, քամանչա նվագողները, ինչը որ այսօր ցավոք սրտի դեֆիցիտ կա եւ մեր մանկավարժական համալսարանում դրա մասին ես միշտ չեմ խուսափում բարձրաձայնել, որ դիմորդների թիվը ասենք սանթուր նվագող էլ չկա։ Դասախոս էլ չունենք, նվագող դիմորդ չունենք, որ դիմորդ ունենանք, գոնե դասախոսներ կան։ Այդ շատ ցավալի է, որ ես կարծում եմ ռոպագանդայի պակասն է։ Եթե մի քիչ շատ խոսենք այդ գործիքների մասին, շատ գովերքենք մեր ազգային նվագարանները, երաժիշտները կշատանան։ Հետևաբար մենք փաստացի այսօր ինչ աստացում մեր երկրում ունենք 3 եւ կարծեմ նոր սիմֆոնիկ նվագախումբ էլի ստեղծվեց, բայց ունենք 1 ազգային նվագարանների պետական նվագախումբ եւ բարեբախտաբար վերականգնվեց մեր Անգուլյանի անվան այդ հրաշալի նվագախումբը, բայց այնուամենայնիվ մեկ պետական ազգային նվագարների պետական նվագախումբ մի հատ է եւ վիճակը ես մի քիչ շատ ցավ եմ ապրում դրա համար, որ փոփոխության շրջանի մեջ է կրճատում, ավելացվում, այսպես անհասկանալի ինձ համար ափսոսում եմ, բայց հույս ունենանք, որ այս մասին ինչքան շատ խոսենք, այդքան ռոպագանդենք, նաև գիտեք, ինչն է անհանգստացնում, որ այդ նույն մասնագիտությունների գործիքները, որ սանթուր, թար, քամանչա, կանոն պատրաստողներն են արդեն պակասում, արդեն վերջանում են, դպրոց չկա։ Ես այտենց հաղորդում չկա, որ այս թեման մի հատ կներեք արտահայտությանց թութակի նման չկրկնեմ։ Գործիք պատրաստող վարպետները աշակերտ չունեն։ Եվ հիմա դժբախտաբար կյանքից հեռացավ Ալբերտ Զաքարյանը, որը միակն էր Արցախում եւ Հայաստանում թար պատրաստող։ Իսկ աշակերտ չուներ։ Աշակերտ չուներ։ Ես ցանկացա ամեն դուր ծեծեցի, որ իր համար դպրոց բացենք։ Նույնիսկ 10 տարուց ավել։ Դրա մասին խոսում եմ, թակում եմ դռներ եւ ասում եմ եկեք դպրոց, մի հատ փոքրիկ սենյակ բացենք, թող աշակերտ պահի, թող փոխարինող գա։ Ցավում եմ, որ ես դրան չկարողացա հասնել այսքան պնդումներից, այսքան ասելուց հետո։ Պարոն Գևորգյան, այ դրա մասին էի ուզում խոսել, քոլեջ կա, միանշանակ կա, եկեք այսօրվանից աշխատենք այդ ուղղությամբ եւ 2026 թվականին այնպես անենք, որ հենց մեզ մոտ քոլեջում դիմենք, ես պատրաստ եմ իհարկե որպես պետական կառույցի այս դեպքում աշխատակից ստանալ պետական նույնիսկ պետպատվերի տեղ կարող ենք ստանալ անվճար ուսուցում կազմակերպել, եթե մենք ունենք մասնագետը ներողություն, ապա մենք կարող Այդ եմ ասում, այսինքն եթե այս դեպքում եթե մենք ունենք, եկեք ստեղծենք այդ մասնագիտությունը մեզ մոտ եւ սիրով կարող ենք կազմակերպել։ Նույնիսկ կարող եմ գաղտնիք բացել, որ վարպետ Ալբերտ Զաքարյանը, որը բնակվում է Շողակաթ հերոստաընկերության հարևանությամբ, մեզ հարևան է, քոլեջին մենք բոլորս իրար հարևաններ ենք։ Այո։ Եվ այդ մշակույթի պալատը, որ գոյություն ուներ, այդտեղ գործում էին բարի խմբակներ,
ժողովրդիկներ, թատրոն եւ մեծ կինոդահլիճ կար այդ շենքում եւ երբ որ դարձավ շողակատ այդ ամեն ինչը փակվեց մի քիչ դարձավ հեռուստատեսություն եւ ամբողջ այդ շենքը չէր օգտագործվում ես դիմեցի մեր թաղապետին ասելով որ եկեք մի սենյակ այդ շողակատից վերցնենք քանի որ վարպետ Ալբերտն էլ կողքն է ապրում այդտեղ բացենք մի դասարան թաղապետը համաձայնվեց շատ ուրախացավ նույնիսկ ասեց բայց պետքա եկեղեցու թույլատվությունը ես մինչև կհասնեի մայրաթոր վարպետ Ալբերտը մահացավ այդ ցավոք սրտի դրա համար պետքա մենք դրա մասին անընդհատ որ ասում եմ ես ասում եմ ոնց որ sense մենք խոսում ենք ու դա անցնում գնում է Չէ, պետք է հաստատել։ Մենք շատ կարճ ժամանակահատվածում կկազմակերպենք հանդիպում միասին եւ կքննարկենք։ Այ քանի որ խոսեցիք ազգային գործիքների մասին, գիտեք, մայստրո, մի հետաքրքիր բան եկավ ինձ մոտ գաղափար։ Միգուցե օրինակ դուք ասում եք սանթուրի պահանջարկ այսօր չկա։ Ինչպես որ դուք ինդիվիդուալիզմը դրել եք այս գործիքների վրա, հա, կանոն, թար եւ այլն, դուք միգուցե չկա, այսինքն ներկայացում այդ գործիքի ինդիվիդուալիզմի դրա համար մարդիկ չեն ճանաչում եւ կոլեկտիվ արվեստում է դա կիրառվում կարծում եմ ինձ հասկանում եք ինչի մասն է խոսքը դա համար երեխաները եւ ծնողները նաեւ ճունեն հետաքրքրվածություն դրա նկատմամբ դուք որպես այն որ այս ամեն ինչի հա ջահակիր միգուցե սանթուրով ինչ որ հետաքրքիր բան էլի կազմակերպեք եւ բոլորը տեսնեն դա ինչքան հետաքրքիր գործիք է եւ սկսեն հետաքրքրվածություն ունենալ ինչու՞ չէ օրինակի համար այդ գործիքների պակասը, որ մենք այսօր ունենք եւ անընդհատ խոսում ենք ռոպագանդայից, նաեւ այդ գործիքները իրանք վերհանելու խնդիր ունեն։ Օրինակ մեր հայկական սանթուրը, որը մեր հայկական ազգային սանթուրն է, ափսոսում եմ, բայց քիչ է օգտագործվում այսօր, նույնիսկ դպրոցներում։ Մեր սիրելի իմ կողմից շատ սիրված դասախոսները, դասատուները սանթուրի մղում են երեխեքին, որ նվագեն իրանք սանթուրից մի քիչ ավելի լավ հնչեղ, ավելի տեխնիկապես ավելի լավ զարգացած ուկրաինական ցիմբալի։ Եվ այսօր եթե մենք նայում ենք մեր երեխեքի ձեռքին, ինչ կա ուկրաինական ցիմբալներ, բայց սանթուրին շատ մոտ է, նույն ընտանիքն են։ Մեր հայկական սանթուրը իրենց նկարագրմամբ մի քիչ ավելի խղճուկ է, դրա համար իրանք վերցնում են, որ ավելի լավ ստեղծագործություններ կատարեն, ինչը թույլատրելի է կարծում եմ, բայց եկեք ստանանք այդ ցիմբալին մոտ մեր սանթուրը զարգացնենք, որպեսզի մի օր մի հատ ուկրաինացի չգա ստեղ ու ասի մեր գործիքով մեր ազգային ինստրումենտը ձեր ազգային նվագարաններում օգտագործում եք էլի, որտեղ որ շուրջ ասած գործիքը տակը գրած է Made in Ukraine, որը ինձ համար ընդունելի չի, բայց մասնագետները ասում են, որ սա ավելի լավ է հնչում, սա ավելի հնարավորությունները մեծ է, դրա համար ուզում ենք ավելի լավ ստեղծագործություններ կատարեն երեխեքը։ Չգիտեմ, դրանք բոլորը մտածելու տեղիք են տալի, որ դրանով պետք է իսկապես լուրջ զբաղվել։ Պարոն Գևորգյան, վերադառնալով ռեկորդներին, երբ այսօր շեշտում էիք, թե ինչ տարբեր նախաձեռնություններ եք արել, ես մի բան նկատեցի, որևէ բանը կապ չունի ձեր ուղակի անհատ լինելու հետ, այլ կապ ունի միասնականության հետ։ Երբ դուք ինչ-որ մի բան եք մտածում, դրա մեջ պետք է լինի մեծամասշտաբ, հա, շատ մարդիկ եւ պետք է խոսի միասնականության մասին։ Լինի ազգային ամենակարևորը։ Եվ լինի ազգային։ Հետաքրքիր է ձեր ներսում առհասարակ շատ եք մտածում այդ միասնականության մասին եւ կա այդ խնդիրը, որը ցես հիմա քաոս է ու պարակտված ենք ու ուզում եք արվեստի միջոցով գալ դրան։ Ես կարծում եմ հարցը շատ տեղին ու պատահական չէր, որովհետեւ հիմա հենց աշխատում եմ նման նախագծի վրա, որտեղ այո, կարող եմ բարձրաձայնել, որ այն վիճակը, որ մեր երկրում կարելի է ասել քաոսային վիճակը, որ կա սև ու սպիտակի, մի քիչ պարզ ասեմ, որ պարզ անորոշությունը։ Այո, այդ սև ու սպիտակի հակադրությունը, որ կա, ուրեմն ես հիմա մտածել եմ մի հետաքրքիր նախագիծ, որը էլի վստահ եմ ռեկորդի է արժանանալու։ Ուրեմն պատկերացրեք 500 սև հագած սև դհոլներով երաժիշտ եւ մոտ 500 էլ սպիտակ ու իրանք իրար հետ կռվում են դհոլներով իրանց այդ հարվածներով երկու տակտ
նվագում է սևը, երկու տակ սպիտակը պատասխանում է, երկու տակտ, հետո մի տակտ, հետո կես տակտ, այսինքն այդ հարց ու պատասխանները կոպիտ եմ ասում, հայհոյանքները ավելի մոտենում են ու խառնվում են իրար։ Երբ որ խառնվում են իրար, ստացվում է մի հատ մեծ աղմուկ։ Այդ աղմուկի միջով վազում է մի հայկական տարազով մի հրաշք աղջիկ, որի դերասանուհին արդեն գտնված է։ Անահիտ։ Սիրելի Անահիտ, իրականում եւ ինքը վազում ու մի ճիչ պետք է հանի, շատ հզոր ճիչ, որը կնշանակի վերջ տվեք, եւ այդ բոլորը կանգ են առնում այդ աղմուկը, եւ այդ աղմուկի ժամանակ լսվում է Անահիտի շնչառությունը, որ վազքի միջոցով եւ քանի որ ինքը տարազով է եւ ինքը ճճած բոլորի վրա, բոլորը կանգ առան, ու այդ բոլորը դառնում են հայկական տարազներով, բոլորը ծև ու սպիտակը վերանում է, դառնում են բոլորը մի հագուստով եւ նվագում են մի ռիթմ, բոլորը նույն ռիթմն են խփում, այլևս քոչարու ռիթմը, որի տակ Տեր Ողորմյանը հնչում, ինքը շատ այնց լավ հնչում, հետո դա դառնում է քոչարի պարը զուռնաներով ու դրանով ավարտվում է, բայց երբ որ վերևից նայում ենք, այդ ամբողջ դհոլներով գրված է սեր։ Ոնց որ կանոններով Երևան էր, այդպես ուզում եմ դհոլներով անենք սեր։ Եվ կա դրա երկրորդ տարբերակը, որ բոլորը զինվորական հագուստներով են, այդ նույն սցենարն է գնում, բայց վերջում գրվում է peace, խաղաղություն, այսինքն աշխարհին կոչ հանդարտության եւ խաղաղության կոչ։ Ինքնին խաղաղությունը բոլորս ենք ցանկանում, խաղաղությունը լավ բան է։ Ինձ թվում է հենց հիմա արդեն մեզ դիտում են նաև դուդուկահարներ եւ դհոլչիներ, այո, դհոլչիներ էս պարագայում եւ պետք է ուղղակի հավաքել ու միասնական լինել, մենք կզբաղվենք դրանով։ Ես հիմա կոչ եմ անում բոլոր ղեկավարները, ովքեր ունեն դհոլի դասարաններ, խնդրում եմ բոլորը կապվեն ինձ հետ, որպեսզի ստանան հանձնարարությունը եւ մասնակցեն այդ մեծ նախագծին, ինչը որ կբերի նոր ռեկորդ մեր երկրին։ Շշմելու եւ փշակաղեցնող, դե։ Կարող ես ինչ-որ բան ասել։ Շատ մանրամասնեցի այդ ամեն ինչը ինչպես է սկսում, սցենարական։ Ավելի լավ է հետո տեսնեն ու հələ ամեն ինչ գլխից մեջ է։ Այնինչ իհարկե տեղի կունենա եւ մենք կվայելենք առիթը կունենանք, իհարկե դա երևի կլինի 26 թվականին արդեն։ Անկեղծ ասած, ես պլանավորում եք մինչ տարեվերջ, որովհետեւ շատ կուզենայի, որ հասցնել քանի չի ցրտել, հիմա ավարտենք, բայց աշխատանքը քանի որ շատ բարդ է։ Շատ մեծ է մեծամասշտաբը։ Մեծ է, երևի ցենց կպատրաստվենք եւ գարնանը դա կանենք։ Բայց ես չէի ցանկանում, որ այդ ամեն ինչը մտներ քաղաքական դաշտ, որովհետեւ սա մեկ-մեկ ինձ ասում են ինչու քաղաքականությունից չես այդ ամեն ինչով քեզ հեռու ես պահում, ասում եմ թողեք ես մնամ գոնե վերջում այդ սեղան գցեմ բարի շացնեմ ես։ Այս վիճակը այս երկրում պետք է մնան մարդիկ, որոնք կարող են հաշտեցման եզրեր գտնել։ Իհարկե։ Ոչ որ բոլորը կիսվեն դառնան թշնամի, տենց էլ լավ չի։ Սեր բերելու համար պետք է սեր արարել։ Այն ինչ որ դուք անում եք, մայստրո երաժշտության արվեստի միջոցով սերը եւ խաղաղությունը եւ ամենակարևորը մեր ազգային ինքնության պահպանման մեջ ունեք շատ մեծ ավանդ ու շարունակում եք։ Ես ձեզ մաղթում եմ առողջություն, ամենակարևորը։ Իմաստություն, որպես քրիստոնյա, ուժ, կորով, որ կարողանանք այս բոլոր մարտահրավերները հաղթահարենք, որին որ դուք որպես զինվոր կանգնած եք եւ մեկ վայրկյան վաշ չեք դնում ձեր վահանը եւ ինչ ասեմ, վստահ եմ, որ մեր հեռուստադիտողը ձեզ հետ եւս ապրեց այն ճանապարհը, որ դուք բերել եք ու տանելու եք եւ կարծում եմ, որ այսօր լավ առավոտ է ստացվել, բոլորս ոգևորված։ Դեպ այս տարի հոբելյանական էր ձեզ համար, հա, 65 տարեկան։ Ես ցած հոբելյանական ոչ մի տենց բան չեմ։ Դե որովհետև դուք շատ համեստ մարդ եք եւ ուզում եմ հեռուստադիտողներ իմանա, առհասարակ պարոն Գևորգյանը միշտ ասում է ոչ միտեղ մի նշեք, ոչ իմ, չգիտեմ, կոչումները, ոչ մեդալները եւ այլն մի բարձրաձայնեք, որովհետև ինքը սիրում է անել գործ եւ հետո չի սիրում որ դրա մասին բարձրաձայնում են։ Բայց մենք այդ չենք կարող, պարոն Գևորգյան։ Ինձ հետաքրքիր է այսքան տարիներ անց առհասարակ ձեր մտքերը կապված մեր ապագայի մեր սխալների
ու դրանց լուծումների մասին, որովհետև դուք շատ յուրահատուկ տեսակ եք, ես շատ կուզենայի, որ այդ գույնը մեր քաղաքում շատ լիներ, բայց չկա, դուք մեր միակ Արա Գևորգյանն եք։ Ինչն է պատճառը, որ մենք չունենք էլ երկրորդը։ Բարությունն է պակասել։ Ինձ թվում է, որ ես հիմա կասեմ այն ճշմարտություն, ինչ որ ես եմ տենց պատկերացնում, երևի որ ոչ ոք չհասկացավ, թե այսինչ զենք օգտագործվեց մեր դեմ, իհարկե ես կարծում եմ դրսից, թշնամու կողմից, օգտագործվեց շատ հզոր զենք լրացնել մտավորականներին։ Այդ զենքը այնա որ ախր երբ որ բաժանված են երկու մասի, մտավորականներն ու եկեղեցականները ոնց որ միշտ մեջտեղն են մնում եւ ստացվում է այնպես, որ ես մի օրինակ կարող եմ բերել ընդամենը մեր բոլորի կողմից շատ սիրված շատ հարգարժան մարդ Մարտին Վարդազարյան, որ նայում ես, ասում ես, այս մարդը եւ Երևանի սիմվոլ է, եւ շատ մի շքեղ գույն է Երևանի մեջ, եւ բանիմաց, էնցիկլոպեդիա, անհրաժեշտ մեր կենցաղում, ինքը որ չլինի, ես շատ կտխրեմ։ Իրան շատ եմ սիրում։ Եվ պատկերացրեք մի հարցազրույցի ժամանակ, երևի հատուկ պատվերով, տենց եմ հասկանում, այդ մարդուն այնպիսի հարց տրվեց, որ ինքը այդ հարցին մի թեթևի կարծիքը չէր համընկնում լրագրողի կարծիքի հետ, եւ ինչ թուքումուր ասես, ինչ հայոյանք ասես, այդ կոմենտներում գրեցին, մարդը ընկավ հիվանդանոց։ Երբ որ աչքերը բացեց, ես կողքը կանգնած էի։ Ասի մայստրո, մի տխրեք, մի վատացեք, մի ազդվեք այդ ամեն ինչից, ես գնացել եմ մինչև վերջ եւ այդ բոլոր հայոյանքները, չար խոսքերը մաքրել եմ տվել։ Իրանք բոլոր ներողություն են խնդրում ձեզանից, ինքը ասեց, հա, Արա ջան, ապրես։ Ու պատկերացրեք, այդ մարդուց, որ հետո ինտերվյու ուզենաս վերցնես, էլ կտա։ Ոչ, ես համոզված եմ, որ դա զենք էր, որը կիրառվեց մեր մտավորականներին լրացնելու համար։ Համար ամեն մարդ վախենում է խոսել, որովհետև այն հայոյանքների բանակը, որ կա, ես չգիտեմ դրանք ովքեր են, դրսից են, որտեղից են, ես վստահ եմ, որ իրանք հայել չեն, հատուկ են անում այդ ամեն ինչը, որպեսզի լրացնեն, էլ չխոսի, այդ մարդ քաղաքականության մեջ չմտնի։ Դա զենքի տեսակ է, ես համարում եմ, որը կիրառվեց մեր ժողովրդի դեմ։ Իսկ իմ հարցը պատահական չէր, որովհետև ուզում էի նաև հեռուստադիտողը տեսնի, թե ինչպիսի ոչ անտարբեր մարդ եք դուք առհասարակ որպես քաղաքացի, որովհետև ես գիտեմ, որ կա մի ֆիլմ, որի հեղինակը դուք եք եւ այն կոչվում է Անտեժ նշանը։ Առաջարկում եմ այս պահին դիտենք, որից հետո կշարունակենք։ Այո, ես անպայման ուզում էի, որ մեր զրույցը ավարտվեր այս ֆիլմով, որովհետև շատ հստակ նպատակ կա ֆիլմի մեջ դրված մի քանի եւ կարծում եմ, որ հեռուստադիտողին տեղ կհասնի ասելիքը։ Բացի այդ, մենք բացահայտեցինք ձեզ նաեւ որպես ռեժիսոր այս բանը։ Բայց մտքովս չէր անցնի երբեք, որ այս ֆիլմը հեռուստատեսությամբ կցուցադրվի։ Ասեմ ձեզ, որ այտենց բաներ էլի կա մեր քաղաքում, որ անընդհատ անցնում եմ ու անընդհատ տեսնում եմ Վարդան Մամիկոնյանի արձանի կողքը պատի վրա քարը քանդված է։ Ես մի անգամ այդ քարը սարքել տվել եմ ես ինքս։ Բայց հիմա նորից ուրիշ քար է փոկվել։ Արդեն եթե սուտ չասեմ մի 6 ամիս է, էլի ամեն անցնելուց ես նկարում եմ այդ քարը, որ սարքող չկա։ Հետո այդ փոկվածը, որ աղբատարը, որ հավաքի տանի, եթե բերեք տեղը նորը կպցնեք, տարբերվելու է մնացած այդ 5 քարերից։ Դամը այդ Դամանը պետք է վերականգնել ռեստավրացիան։ Այո, պետք է վերականգնել։ Հիմա այդտեղ առաջ կանգնել թույլատրվում էր, ես կանգնեցի ու դիմացը կարաս սրճարան կար։ Պատմությունը շատ հետաքրքիր է։ Այնքան անց այդ քարը փոկված տեսա, ջղայնացա։ Կանգնեցի, իջ այդ կարասը նոր էին սարքում, մոտեցա վարպետին, փող առաջարկեցի, ասի վարպետ ջան, այդ ցեխը բեր, մի հատ այդ քարը կպցնենք։ Տերը դուրս եկավ, ասենց ջղայնացած դեմքով, ասեց, ինչ ա պատահել։ Ասի բան չի պատահել, քարա փոկվել, ես էլ փողը տալիս եմ, որ վարպետը գա կպցնի, վայ ցավը տանում, այդ փողը պետք չի պահի, վարպետ ջան գնա ոնց ասում են հենց արա, կպցրեցինք այդ քարը, հետո անցան տարիներ, էլի ուրիշ քար փոկվեց,
Քաղաքապետարանում ընկեր ունեի, զանգեցի, ասի հիմա ես այստեղ էլ շինարարություն չկա, որ ես սարքեմ, ասա այդ կենտրոնի թաղապետին, որ գան սարքեն, վերջ եկան սարքեցին։ Հիմա անցնում եմ, էլի ուրիշ քարապոկված, արդեն որ երրորդ ամիսնա մատով կպած չեն։ Տեսել էլ տեղ չկա կանգնել, որ կանգնեմ ես սարքեմ։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, այդ հոգատարության փոխանցումը, որ բոլորս պետք է հոգատար լինենք միմյանց նկատմամբ։ Մենք ափսոս ենք, ժողովուրդ, իրար այսքան հայոյել, իրար ներվ քայքայել, իրար հետ ամբողջ օրը կռիվ, տան ներսում կռիվ, ամուսինները կռվում են, քույր եղբայր կռվում են, ընկերները վիճում են, բաժանվել ենք ու վիճում ենք։ Այս ամեն ինչը վերջացնելա պետք, որովհետև մենք իսկապես ափսոս ենք։ Վառ օրինակ, երբ մարդը անտարբեր չէ շրջապատի նկատմամբ, իր երկրի նկատմամբ, քաղաքի նկատմամբ, յուրաքանչյուր քարի նկատմամբ ու իսկապես մեզ մնում է միայն օրինակ վերցնել եւ շնորհակալություն հայտնել տեսակի համար, որ ունենք բոլորս, որտեղ սա բոլորիս համար մեծագույն պարգև է ունենալ Արա Գևորգյան։ Անչափ շնորհակալ ենք, որ այս առավոտը ժամանակ գտաք, մեզ տրամադրեցիք եւ կիսվեցինք այն լուրով, որը մեզ բոլորիս ուրախացնում եւ բոլորիս համար է պատիվ։ Շնորհակալություն ձեզ։ Դուք կարող եք ձեր եթերում անպայման նշել, որ ֆիլմը ցուցադրվեց առաջին անգամ։ Առաջին անգամ էր, այո։ 21 TV եթերում օրդ բարի ծրագրի շրջանակներում։ Շնորհակալ եմ։ Ձեզ ենք շնորհակալ եւ սիրելի հեռուստադիտող, այո, ինչպես ասում էր Մեծր Սարյանը, պետք է տիրություն անենք, որպեսզի անտեր չմնանք։ Սիրեք մեր հայրենիքը, այնինչ ունենք մեջն է եւ վերաբերվենք դրան մեծագույն ամենակարևոր արժեքով, որպեսզի փոխանցենք եւ կարողանանք պահպանել։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, մնացեք բարով, ձեզ հետ վրեժի եւ Անահիտներին։